Օտարվել են 25 միավոր հողատարածքներ, հաստատի 3 պաշտպանության նախարարների պաշտոնավարման ժամանակահատվածում։ Քննիչ Հովհաննես Մարտիրոսյանի սեղանին Եռաբլուրի հարակից հողատարածքների օտարման սխեման է։ 25-ից 17-ն օտարվել է Սերժ Սարգսյանի պաշտպանության նախարար եղած տարիներին։ Դեռևս 2005 թվականին կառավարության որոշմամբ նախարարությանը իրավունք է վերապահվել այդ հողամասերը վաճառել, ստացված գումարն ուղղել պաշտպանության նախարարության կարիքներին։ Թեև որոշմամբ թույլատրվել է հողամասերը վաճառել նաև ուղղակի վաճառքով, բայց դրա համար օրենքով նախատեսված պայմանները ըստ մեղադրանքի բացակայել են։ Մեղադրանքի համաձայն Սերժ Սարգսյանը 17 հողատարածք օտարել է օրենքի խախտմամբ, անհամեմատ ցածր գնով, պետությանը պատճառելով 5 միլիարդ 475 միլիոն դրամի վնաս։ Օտարել է իր հետ մտերիմ փոխհարաբերությունների մեջ գտնվող Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունում բարձրաստիճան պաշտոնատար անձանց եւ նրանց հետ փոխկապակցված մի շարք անձանց։ Ըստ մեղադրանքի հողատարածքների մի մասը վերջնաարդյունքում օտարվել է Ռոբերտ Քոչարյանին, ընդ որում Իսակովի Պողոտայի առանձնատան մի մասը զբաղեցված է հենց այդ հողամասերով։ Օտարվել են Toyota Երևան ընկերությանը, որի բաժնետեր են Սետրակ Քոչարյանը, նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի հայրը, գործարար Սամվել Մայրապետյանը։ Տարածքներ են օտարվել նաև Ուկրաինայում Հայաստանի նախկին դեսպան Անդրանիկ Մանուկյանին պատկանող Արադ Մոթորս ընկերությանը, Զորամասի հրամանատարներին։ Մասնավորապես նշված հրամանատարներին Գարեգին Գաբրելյանին, Վալերի Գրիգորյանին օտարվել են 18 միլիոն 828 հազար դրամ արժեքով, սակայն դրանց շուկայական արժեքը եղել են ավելին, եղել է 95 միլիոն 680 հազար դրամ։ Հողատարածքներից մեկը կրկին ձևական առողջարքի պայմանագրերով օտարվել է Զորամասի այժմ նախկին հրամանատար Ալեքսան Ալեքսանյանին։ Ընդ որում ըստ մեղադրանքի հողատարածքի շուկայական արժեքը 645 միլիոն 920 հազար դրամ է եղել, բայց օտարվել է ընդամենը 119 միլիոն 400 հազար դրամով։ Փաստացի նշված հողատարածքը վերջինիս անվամբ ձևականորեն է գրանցվել, ի սկզբանե հողատարածքը օտարելու ցանկությունը եղել է Toyota Երևան ՍՊ-ին եւ ի վերջո փաստացի հողատարածքը 119 միլիոն 400 հազար դրամով Ալեքսան Ալեքսանյանին օտարելուց հետո ընդամենը 14 օր անց հողատարածքը 170 միլիոն դրամով ձևական առողջարքի պայմանագրով օտարվել է Toyota Երևան ՍՊ-ին եւ դարձել է Toyota Երևան ՍՊ-ի սեփականությունը։ Բացի այդ, ըստ մեղադրանքի օժանդակել են նաև Toyota Երևան ընկերությանը օրինականացնել հանցավոր ճանապարհով ձեռք բերված հողատարածքը։ Քննիչը նշում է, անմիջականորեն Ռոբերտ Քոչարյանին հողատարածք չի օտարվել։ Փոխարենը Քոչարյանը 2 հողատարածք ձեռք է բերել այլ անձանց հետ կնքված առանձին առողջարքի պայմանագրերով։ Այդ 2 հողատարածքների սեփականատերը ի սկզբանե Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանի մերձավորն է եղել։ 2 հողատարածքներից մեկի շուկայական արժեքը 2005 թվականին 1 միլիարդ 578 միլիոն դրամ է եղել։ Մինչդեռ օտարվել է 360 միլիոն 450 հազար դրամով։ Մյուս հողատարածքի շուկայական արժեքը 72 միլիոն 300 հազար դրամ է եղել, սակայն օտարվել է 43 միլիոն 270 հազարով։ 2 միավոր հողատարածքներ, որոնք օտարված են եղել Սերժ Սարգսյանի գյուտությամբ, որպես սեփականություն ձևականորեն գրանցված են եղել Վաչագան Ղազարյանի եւ նրա հետ փոխկապակցված մտերիմ փոխհարաբերություն ներկայացված անձանց անուններով 2 հողատարածքները առանձին միավորների բաժանելուց հետո օտարվել է Ռոբերտ Քոչարյանը։ Ըստ մեղադրանքի Քոչարյանին 2 հողատարածքները օտարվել են ընդհանուր 31 միլիոն դրամով։ Ռոբերտ Քոչարյանի կողմից ձեռք բերված 2 միավոր հողատարածքները այս պահին որպես սեփականություն ամրացված են իրեն պետության կողմից տրամադրված առանձնատանը։ Սերժ Սարգսյանը սակայն այս մեղադրանքները չի ընդունում, ըստ նրա պաշտպան Ամրամ Մակինյանի, դրանք իրականության հետ կապ չունեն։ Ներկայացվել են իրադարձություններ, որոնք վարկ իրականացնող մարմինը քննել ու ավարտել է եւ դեռևս 2023 թվականի օգոստոսին ու հարց առաջանում, թե այդ նույն իրադարձությունները ոնց առան հանցագործություն 2025 թվականի, ասենք, այսը 2 տարին է լրանում, չեմ հասկանում, թե այն ապացույցները, որոնք այսպես ասած, իրենք հավաքել են 2023-ին, ինչի են 2 տարի պահել, ինչ անհրաժեշտություններ կա, ինչի է հիմա այդ ոնցել է որպես մեղադրանք գնահատվում։ Մենք դատարանում ցույց կտանք այս մեղադրանքի հերթական մեղադրանքի դատարկ լինելը, որը խնդիր չենք տեսնում, որ այս մեղադրանքի սին լինելը ապացուցենք։ Պաշտպանության նախարարությունը իր բալանսում գտնվող, մինչև այսօր էլ բազմաթիվ պետական մարմիններ իրենց բալանսում գտնվող գույքեր օտարում են, տեղ որևէ հանցագործություն չկա։ Սերժ Սարգսյանից բացի մեղադրյալի աթոռին են այն ժամանակ բարձրաստիճան 2 զինվորական, նրանցից Ալեքսան Ալեքսանյանը ըստ մեղադրանքի օժանդակել է Սերժ Սարգսյանի կողմից առանձնապես խոշոր չափի գույքը վատնելուն եւ փողերի լվացմանը։ Բարձրաստիճան նախկին սպան նույնպես մեղադրանքը չի ընդունում։
Այդտեղ նկարագրված քաղաքացիական իրավական գործարքներ, որոնք քրեաիրավական գնահատական իմ պատկերացմամբ չէին կարող ստանալ, բայց ունենք այն ինչ ունենք, դատաքննության փուլումը շարունակելու ենք մեր պայքարն այդ տրամաբանությամբ։ Երրորդ մեղադրյալը 2003-ից 2009 թվականներին Պաշտպանության նախարարության 4 բանակային կորպուսի հրամանատար Վալերի Գրիգորյանն է։ Նա նույնպես մեղադրվում է Սերժ Սարգսյանին օժանդակելու համար, սակայն մեղադրանքը չի ընդունում։ Իմ վստահորդը բացարձակ առնչություն չունի այն փաստական կողմի հետ հանրային վտանգավոր արարքների կատարման, որի մեջ եմ վստահորդի մեղադրում։ Օգտվելով իր դատավարական կարգավիճակից Վալերին Արիմանիչը հրաժարվել է ցույց տալ եւ հարցերի պատասխան տալուց։ Այսպիսով Սերժ Սարգսյանը մեղադրվում է 17 դրվագ առանձնապես խոշոր չափի հափշտակության, 2 դրվագ առանձնապես խոշոր չափի շուրջ 1.7 միլիարդ դրամի փողերի լվացման, 3 դրվագ փողերի լվացմանն օժանդակելու համար։ Երեքի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը։ Այս քրեական գործի շրջանակում հարցը քննվել է նաև Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանի եւ 2 մեղադրյալի մասով գործն ուղարկվել է դատարան։ Իսկ մայր գործով քննությունը, այդ թվում մյուս նախկին պաշտոնյաների արարքներին իրավական գնահատական տալու նպատակով շարունակվում է։ Տաթև Խաչատրյան, Մհեր Կիրակոսյան, Լուրեր։